Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 22-ի համար։ Օրը չորեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, ես չգիտեմ, միգուցե այստեղ թաքուն հարաբերությունների հետ է կապված, միգուցե թաքուն գործողությունների հետ է կախված, նա ինչ-որ մի բան է, որ ձեզ ցավեցնում է այդ օրը։ Նաև ոմանք ունեն թաքուն սիրային հարաբերություններ, գաղտնի եռանկյուն հարաբերություններ, կարող հանդիպել տվյալ անձնավորության հետ։ Նաև դա կարող է լինել թաքուն որևիցե գործողություններ։ Օրվա երկրորդ կեսից հետո արդեն ոչ է նամակ կարող եք ստանալ, ոչ է փաստաթուղթ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Միգուցե նաև փաստաթուղթն է, որը ինչ-որ մի ձևով ցավ է տալիս կամ այստեղ չեք նեղվում։ Ինչ-որ մի բանը ձեզ կարող է ցավեցնել, բայց ինչ-որ նեղվածություն, տխրություն, նման բաներ գոյություն չունեն։ Ինչ-որ մի բան է երջանկացնում և օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 22-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը տան հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, պետք է գնաք, նաև կարող ձեր տանն է այդ առիթը։ Երեխաների հետ կապված կլինի ծնունդ, կնունք, ոչ արարողություն, հղիություն, ծննդաբերություն։ Նաև հուզվում եք, այստեղ ոմանք գնալու են ժամադրության, ոմանք նաև հանդիպելու եք ձեր հարազատ մարդկանց հետ եւ էլի հուզվում եք, կարող նաև արտասվել իրենց տեսնելուց հետո։ Նաև օրվա ընթացքում նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, նաև ոմանք ունեն գաղտնի Սիրիային ժամադրություն, գաղտնի, միգուցե դրա համար եք այստեղ հուզվում, գաղտնի թաքուն եռանկյուն հարաբերություններ կհանդիպեք, տվյալ անձնավորությանը նաև սա գաղտնի գործողություններ են, համենայն դեպս նաև անակնկալ պատրաստելը, ինչ-որ մի բանից այդ օրը կհեռվանաք, նաև կարող ինչ-որ մեկից եք հեռվանում, գաղտնիք կբացահայտվի այդ օրը և որոշ գործեր կմնան, այդ օրը չեք հասցնում ամբողջ գործերն անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը որևիցե նորություն կլսեք, նաև մի փոքր տխրում եք այդ նորությունը լսելուց հետո, ինքը ընդհանուր քարտը լավն է, այդ նորությունները ընդհանրապես լավն են, բայց չգիտեմ ինչու, կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից, այդ լուրը լսելուց հետո։ Մյուս կողմից էլ ուրախ եք, տրամադրությունը բարձր է, գումարի մասին կարող եք խոսել դիմացինի հետ, արժեքի մասին կարող եք խոսել, նաև գումար ծախսեք այդ օրը։ Գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն ունեք, հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ոմանք սերկ խոստովան են կամ ձեզ սերկ խոստովան են, ինչ-որ մի կարևոր մի բան տեղի կունենա նաև, որից որ ձեզ սիրված կզգաք, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ եք սպասում եք, որ գան ձեզ մոտ, մարդկանց եք սպասում, որ գան ձեզ մոտ, գաղտնիք կբացահայտվի նաև այդ օրը կարող այդ նորությամբ հենց այդ գաղտնիքն է, որ բացահայտվում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 22-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք։ Միգուցե նաև դա սուտ էր կամ ստի պատճառով կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Ասեն հետո, ասեն սուտեր կամ ուրիշ բան հորինեն, հետո բաց թողնեք։ Մի խոսքով շատ այդտեղ հնարավորություններ կան։ Եվ հյուր կարող եք ունենալ կամ դուք կգնաք հյուր, երեխաների հետ կապված իրադարձություններ են։ Նաև այստեղ կարող է երեխաները ձեզ նեղացնեն, մի փոքր նեղվեք երեխաներից, տրամադրությունը գցեք։ Նաև հղիություն կարող է լինել, ծննդաբերություն կարող է լինել ինչ-որ մեկինը եւ կարող է դուք նեղվեք մի փոքր դրանից, հա, ինչ-որ նեղվածություն լինի կամ հյուրը գալիս է հղի եւ տեսնում եք միգուցե նաև նեղվում եք։ Ամենայն դեպս երեխաների հետ կապված իրադարձություններ են եւ որոշ ինչ-որ մի ոլորտում, լավ այդպես ասենք, երեխաների հետ չասենք, նեղվածություն, հիասթափություն, նաեւ մի փոքր էլ կտխրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հուզված եք, կարող եք նաև վիճել ինչ-որ մարդկանց հետ, նաև կարող հուզվել եք, որովհետև հանդիպելու եք ինչ-որ մեկին, դա է հուզմունքի պատճառը, նաև կարող առավոտյան ուշ եք արթնանում, մի քիչ ուշադիր եղեք այդ բարեհայտ, հետո հուզված, ուզում եք հասցնել, որպեսզի չուշանաք, նման պահերին մի փոքր ուշադիր եղեք։ Նաև հանդիպում ունեք այդ օրը, վեճ ուշադիր եղեք, որովհետև այստեղ գումարի հետ կապված ինչ-որ սուտ կա։ Գուցե վճարելու հետ է դա կապված, այստեղ բավականին ուշադիր եղեք։ Նաև այստեղ գումարի մասին կխոսեք կամ գումար կստանաք, հետո գումար կծախսեք կամ ինչ-որ մեկին կվճարեք եւ ոնց որ չկա, հա, ինչ-որ սուտ է, մի խոսքով սուտ կա գումարի հետ կապված, ուշադիր եղեք։ Նաև կարող է երեխաների վրա գումար ծախսեք, երեխաների համար գումար ծախսեք, երեխաների վճարները վճարեք, ամենայն դեպս նաև առիթ ունեք, կարող է նվեր եք գնում, նաև հղիություն է, սա ծննդաբերություն է ոմանց համար, դրանց վրա եք գումար ծախսում եւ գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 22-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ մեկից կարող եք հեռվանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, ինչ-որ բան ձեզ այնց է կարող է տալիս եք եւ դա այլևս չկա ձեր կյանքում հեռանում է ձեզ այն։ Նաեւ սա ժամանակավոր հեռացում է ինչ-որ մեկից, ինչ-որ բանից, նաեւ ժամին պետք է ուշադրություն դարձնել կամ ժամ եք պայմանավորվել հետեւյալ անձնավորության տալիս եք ինչ-որ ապրանք եւ վերջ, հա, եւ իրարից հեռվանում եք, այսինքն այլևս դուք ոչինչ չունեք իրար հետ կիսելու։ Այդ օրը նորություն կլսեք, նաև գումար կծախսեք կամ գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք կամ կվճարեք որևիցե մի բան, եւ այստեղ հնարավոր է հիվանդանոցին եք վճարում, դեղորայքին եք վճարում, պետական հիմնարկություն է այստեղ որտեղ որ կարող ինչ-որ մեկը պարկած էր, ինչ-որ մեկը բուժվում էր, իր համար եք վճարում կամ գլխացավանքեր արդեն դարձել այդ պահը, պետք է վճարեք, որ ավելի հանգիստ լինեք, հանգիստ ապրեք, կարելի այդպես ասել։ Ամեն ինչը կախված է այդ գումարներից։ Գումարից վճարեք եւ կարող է արդեն դուրս եք գրում տվյալ անձնավորությանը կամ վճարում եք որ ձեր հարկը վարկը եւ էլի հա ոնց որ գլխացավանքից ազատվում եք ինչ-որ որոշ չափ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքների։ Ինչ է սպասվում կշերքներին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը օձեր կան, նախանձներ, բամբասանք եւ ոչ թե քայլ անելուց առաջ հատկապես դուք երկար մտածեք, հետոնոր արեք, միշտ ապեք ոչ մի հարցում, հատկապես իրենց, հա, իրենց հետ կապված։ Այդ օրը նաեւ հանկարծակի լուր կլսեք, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, հավատարիմ բարեկամի հետ, եւ ինչ որ մեկին հրաժեշտ եք տալիս կամ ինչ որ բանի եք հրաժեշտ տալիս։ Այլևս չկա, ոնց որ ձեր կյանքում։ Միգուցե նաև ժամանակավոր ինչ-որ մեկին եք հրաժեշտ տալիս գնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 22-ին։
Հարգելի կարիճներ, մի փոքր ինչ-որ դժվար վիճակ է, տխրություն է միայն, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, այստեղ նաև օձերը կընկնեին նայեք, մեկը այստեղ է, մեկը այնտեղ է, և օրը ձեր ձեռքում է, օձերի հետ կարող է կապված է դա, և տխրությունը ևս կարող է կապված է օձերի հետ, որովհետև իրենք չեն կարողանում դե բնականաբար միանան, բայց իրենց սա է, ինչ-որ պահեր կարող են նաև լինել, միգուցե օձերը խանգարում են ձեր ընտանեկան հարաբերությանը, ձեր սիրային հարաբերությանը, որտեղ այստեղ սիրո խոստովանություն կարող է լինել, հենց կախված կարող է լինել ձեր սիրելիի հետ, եւ այդ օձերը կարող են խառնել։ Օրը ձեր ձեռքում է, շատ բաներ հենց ձեզանից է կախված։ Դրա համար թույլ մի տվեք, որ ինչ-որ մարդիկ ձեզ տխրեցնեն, ձեր օրը փչացնեն, այստեղ որ ես տեսնում եմ, օրը փչացած է։ Պետք չի թույլ տալ, որպեսզի իրենք ձեր օրը փչացնեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը օձեր կան, բամբասանք, չարխոսակցություններ, լեզվակռիվ նաև նման վերաբերմունք, եւ դա կարող է կապված է ձեր աշխատանքի հետ, ձեր աշխատանքի վայրի հետ նույնպես։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, միգուցե հենց այդպես են ընդունում, կարող առաջին օրն է մի տեսակ այդպես են ընդունում, նաև ոմանք հարցազրույցի կարող են գնալ, ոմանք հանդիպեն պետական աշխատողի հետ, միգուցե ինքն է այդպիսին է, ինքն է այդպես տհաճ ու զզվելի։ Տան հետ կապված իրադարձություններ ունեք, միգուցե դրա հետ է կապված, որ գնում եք պետական հիմնարկություն։ Նաև ոմանք առիթ կունենան, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին։ Եվ այստեղ թաքուն գործողություններ, թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն սիրային հանդիպում, նաև եռանկյուն հարաբերություններ, եռանկյուն հանդիպում, եւ հեռախոսազանգ, եւ սեր, այդպես կարող է։ Խոսում եք իրար հետ եւ հետո որոշում եք հանդիպել տվյալ անձնավորության հետ։ Եվ ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, միգուցե թաքուն գործողություններ այն ինչ որ անում եք, դա եւս ձեզ համար լավ է։ Եվ էլի ձեզ սիրված կզգաք, միգուցե տանը առիթ ունեք եւ որևիցե ինչ որ անակնկալ եք պատրաստում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այս եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 22-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր մտերիմ անձնավորության հետ, նաև հարազատ մարդու հետ։ Օձեր կան, չար խոսակցություններ, չար բամբասանք, միգուցե նախանձում է ձեզ, ձեր դա այդպես է թվում ձեզ, որ ինքը մտերիմ է, բայց նախանձում է։ Սուտ կա նաև այդ օրը, ուշադիր եղեք, ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, կամ դուք անեք սիրո խոստովանություն, Եվս հա էլի սուտը կա, պետք է ուշադրություն դարձնել դրան։ Ձեր սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, հա, եւ նաեւ այն գործը, որը որ չեք արել, կարծես թե անում եք եւ հասցնում եք իր ավարտին ճիշտ ժամանակին, այդպես հույսով եք, որ ժամանակին կտակ, ժամանակին կհասցնեք անել։ Այդ գործերը ոնց որ մնացել էին, հա, հիմա վերադառնում եք դրան եւ անում եք դա։ Ավարտում տալիս եք տվյալ անձնավորությանը, եթե նման ինչ-որ բան եք անում։ Այն գործերը, որոնք որ մնացել են, այդ գործերը ոնց որ կկարողանաք հասցնել, այդպես կարող եմ ասել, ինչ-որ մի ձևով։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, հուսով եք, որ ճիշտ ժամանակին կգան, ճիշտ ժամանակին դուք կհասցնեք, որտեղ այստեղ սուտ կա, նաև կարող ժամի հետ է կապված այդ սուտը, որ ժամ են ասել եւ այդ ժամին չկան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ երջանկացնելու, բայց ինչ-որ մի բան էլ նաև ձեզ ցավ է տալու։ Կարող եք նաև արտասվել։ Ոմանք գումար կծախսեն, ոմանք կխոսեն գումարի մասին, արժեքի մասին, ճանապարհ կարող եք գնալ կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, նորություն կլսեք, օրվա ընթացքում ոմանց սա ինտիմ հարաբերությունները, ոմանք կցանկանան պարկել հանգստանալ, ոմանք էլ հենց շուտ կպարկեն քնելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 22-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում ունեք եւ այդ ժամանակ որից է հարցերին լուծում կտաք, որովհետեւ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք։ Նաեւ այդ օրը հույսով լցված եք կամ հույսնետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, նաեւ ժամադրություն ունեք սիրային ոմանք էլ իրենց հարազատ մարդկանց հետ կարող պայմանավորվել, որպեսզի հանդիպել։ Եվ գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք այդ ժամանակ, հանդիպման ժամանակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։